Ողջույն բարեկամներ, այդ հայկական լավ խոսք կա, ասում են կենացիները գնալով քաղցրանում են։ Ես այս տեսանյութին չէի անդրադառնա երեկվա իմ բացահայտումից հետո, եթե նոր բաներ չլիներ, որոնք կարծում եմ դուք եւ բոլորս պարտավոր ենք իմանալ։ Խոսքը երեք իմ կողմից բացահայտած Ոմն Դավիթի մասին է, որը իմ ջերոս ներկայանում է որպես մեսիա։ Ոնց որ Քրիստոսն էր իր ժամանակ, ինքն էլ իրեն ներկայացնում է որպես այսօրվա փրկիչ։ Բայց տեսնենք այսօրվա փրկիչը մեզանից ինչ է ուզում եւ ինչն է այս նոր թեման, որը ինձ ստիպել է կրկին ես սրան անդրադառնամ։ Լսենք։ Հա։ Որովհետև եկել եմ լույս տալու։ Եկել եմ լույս տալու։ Այո։ Սենց։ Հետո մարդիկ կան, որ այնտեղ նորից գրում են Նիկոլը Վախկոտ չի բան, հա։ Դուք իմ վիդեոները մի հատ լավ նայեք, ես ինչի մասին եմ խոսում։ Ես ինքս եմ ասում, որ Նիկոլը Վախկոտ չի։ Մարդ, որ այդ ճանապարհը որ անցել է, նորից ասեմ ձեզ։ Ինքը չէր կարող Վախկոտ լիներ։ Եվ ինչ ենք եզրակացնում, մարդ եկել է մեզ լույս տա, ճիշտ է, տեղը ոնց որ թե ցուրտ է, կուրտկով է նստած, հա։ Բայց մեզ լույս է բերել եւ Նիկոլի համար էլ մեզ ներկայացնում է, որ տղեն Վախկոտ չի հասնել, էլի։ Համար այն դաժան ճանապարհը, որ ինքը անցել է, ինքը իր անձի համար չի վախեցել։ Հա, դրա համար եմ ասում, ձեր կոմենտարիաներին վերջ տվեք, այսինքն մի խոսքով արտադրության համար Փաշինյան Նիկոլը ասում էր լույս բերած մարդու եւ մեսիայի արտադրության համար մակարած մարդը, իսկ ասել նույնիսկ երևի մարտիրոս, ինքը երևի չգիտի, որ դրանց մարտիրոս են ասում հայերենում, հա, նաեւ պետք է ասեմ, որ հավատամքի համար է հիմա ինքն իրան փաստորեն զոհում Նիկոլ Փաշինյանը ըստ մեր փրկիչի։ Լսենք էլ ինչ է ասում։ Շատ է ասեմ կամ ինչ-որ մի բան դրանով չի որոշվում, հա, ես ասում եմ Նիկոլ, հա, ու Նիկոլը հաստատ չի նեղանում դրանից, Նիկոլի փոխարեն մի խոսացեք ու պրովոկացիոն բաներ մի գրեք, սկսենք ստեղից, ինչ էր սպասվում Հայաստանի, ես այն ժամանակ վիդեո դրեցի, ու հիշում եք, որ ասեցի, Տրամպի ձեռքերը համբուրեք, շնորհակալություն հայտնեք, որ Տրամպը ձեզ դեր կանգնեց, ինչ պիտի տեղի ունենար, ձեզ ասեմ, մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի հարցը ամբողջովին հայ ժողովրդի հարցը պիտի լուծեին, ջնջում էին Հայաստանը։ Այն թակարդներում, որ Նիկոլը հայտնվել էր, այն թակարդները, որ լարել էին, Նիկոլը հասկանում էր, որ ոչ մի պրծուն չունի դրանցից։ Փաստորեն, մենք Տրամպի ձեռքերը պետք է համբուրենք ու թակարդներ էին լարել, հետաքրքիր ով էր լարել այդ թակարդները, երբ որ 7 տարի է Նիկոլն է իշխանության, եւ մեր փրկիչը տեղյակ չի։ Կամ տեղյակ է, բայց ինչպես ԿՊԵ-ականներն են վստահ իրենց լսողների ինտելեկտուալ ունակությունների վրա, կարող են ասել ինչ ուզում են եւ ոչ մեկ հարց չի տա։ Մի վայրկյան, ով է լարել, երբ որ 7 տարի ինքն էր ղեկավարը։ Եվ այդ ինչից էր մեզ փրկում, հա, եւ Տրամպի ձեռքերը ինչու մենք պետք է համբուրենք։ Ոչ մի պրծուն։ Այն հերինակությունը, որ հայ ազգը թողել էր, քանի տարիների ընթացքում լուսո որդիները աշխարհի տիրակալները, ոչ մեկ չի ուզում ձեզ տեր կանգներ։ Հա։ Բա։ Փաստորեն մենք ազգովի խայտարակ հերինակություն ենք ունեցել, խայտարակ ու լույսի որդիները, եւ ինքն էլ այդ լույսի որդիների ղեկավարն է, շեֆը։ Զզվել են մեզանից եւ չեն ուզեցել տեր կանգնել։ Դրա համար պետք է ընկնենք Տրամպի ոտքերը, ձեռքերը ամփուրենք եւ ոչ միայն Տրամպի, նաեւ Նիկոլի։ Արեց։ Բայց էլ եմ ասում, Նիկոլը թակարդի մեջ էր։ Բայց ես, որպես Աստծո մարդ, ես գիտեմ, որ Նիկոլը հասկացանք, չէ՞ ինքը ով է։ Ինքը Աստծո մարդն է։ Ճիշտ է, չեն ասել, գոնե ասենք կուրտկեթանի խոսալուց առաջ, այդ կողքիդ աղմուկներն էլ ասա դադարեցնեն, բայց ինքը Աստծո մարդն է։ Նպատակը վերջում կամփոփենք։ Այս Աստծո մարդու նպատակը ինչի է այդ աստիճանի իջը, որ մեր հետ շփվում է։ Դրված է Աստծուց։ Ինչքան էլ մի հատ լսենք։ Ես գիտեմ, որ Նիկոլը ընտրված է Աստծուց։ Հասկացաք։ Ոչ միայն ինքն է Աստծո մարդ, Նիկոլն էլ ընտրված է Աստծուց։ Ինչքան էլ արդար մարդը ընկնի, հա, 7 անգամ ընկնի, 7 անգամ էլ կկանգնի։ Դրա համար ես այն ժամանակ եթեր դուրս չեկա, չասեցի Նիկոլես ինչ ես անում։
Պաղեստին ես ուզում ճանաչես կամ ինչ-որ բան կամ, հա։ Ոչ մի բան չասեցի։ Վերջը։ Սպասել Ես հացվածաբար եմ ցույց տալի, որովհետև ամբողջ իմաստ չունի նյութը ցույց տալ, կարևոր մասերն եմ առանձնացնում, որ մենք հասկանանք մենք ում հետ գործ ունենք, Աստծու մարդն է, Նիկոլ Փաշինյանն էլ Աստծու ընտրյալ եւ advocate-ի դեր է վերցել Աստծու մարդը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, մնացած մանրամասները լսենք ընթացքում։ Ունես թակարդային լարե Նիկոլի համար, որ Նիկոլն էր վերանալու ու հայ ժողովրդին էլ մեծ աղետներ էր սպասվում։ Ու այդ ժամանակ ես սկսում եմ ստեղ, հա, ընդհանրապես ստեղից Իսրայելից սկսում եմ վիդեոներ դնել։ Ու խոսում եմ նաև մի քանի թեմաներից վերևում, որ դա մի մեծ այլանդակություն է, անգամ եթե ինչ-որ մի պետություն պարտվել է, դա չի նշանակում, որ Նիկոլը պետք է գնա որևէ միտեղ ու քմծիծաղով կամ ինչ-որ ցինիկ արտահայտություններով ուրիշ նախագահներ իրան պետք է Նիկոլին տես բան անեն, որ իբր իրանք հաղթել են, Նիկոլն էլ ասեն խոսքի իրան։ Կներեք էլի, որ այս պարագայում մեր Աստծու ընտրածը մի քիչ քյարթի մեջ է դուրս եկել, բայց ճիշտ պետք է հասկանաք էլի, այսօրվա այսօրվա ստանդարտի մեջ է, TikTok-յան ստանդարտի մեջ է մեր Աստծու ընտրյալը, ներողամիտ եղեք։ Դրանց համար ինչ-որ մեկն է։ Ես լավ չի եսում դրանից։ Ու վերևներին հասցրեցի այդ ամեն ինչը։ Վերևներին հասցրեցի։ Ասում մեր Աստծու ընտրածը աշխարհի տիրակալների հետ էլ տալիս առնում է, հասցրել է տեղ, որ չի կարելի sense ստորացնել, էլի նվաստացնել, ես ինչ քմծի ծաղա ես, ինչ ձև եք վերաբերվում ես ворփին ես, ինչ ձևա։ Ինչ անենք մարդը, ասենք կապիտուլյանտ է։ Ու սկսեցի վիդեոներ դնել։ Բացատրել են ամբողջ ինչ որ կատարվում է, որ Դավիթը կանգնած է հայ ժողովրդի համար։ Կատակ չէ, Դավիթը ինքն է, կանգնած է հայ ժողովրդի համար։ Ու դրանից հետո, մի որոշ ժամանակ հետո, հա, ու Նիկոլին մի անգամ չեմ կպել։ Նրա համար, որ ինքը Պաղեստինա ճանաչել, մեր վարչապետի մոմենտով պրոպուսկա տարել, հա, մի անգամ չեմ կպել, իմանալով հանդերձ։ Նույնիսկ եմ ասում, ներողամիտ եղեք էլի, որ մեր Աստծու ներկայացուցիչը մի քիչ քյարթի մեջ է, բայց դե Նիկոլի մասին է խոսում, Նիկոլն էլ պրոպուսկա տարել Նետանյահուի մոմենտով, հա, ինքը տենց հիշաչար տղա չի, կներեք, հիշաչար Աստծու ներկայացուցիչ չի այս պարագայում, էլի, դոբրի մեջ է ինքը։ Որ Նիկոլը իր մեջ կարքին տղա է, Վերջ։ Նիկոլը իր մեջ կարքին տղա է, ինքն վերևներին դրա մասին ասել է, հա։ Նա սուբիս լսենք, գանձա, գանձ։ Ես լավ չի եսում դրանից, ու վերևներին հասցրեցի այդ ամեն ինչը, աշխարհի տիրակալների։ Ու սկսեցի վիդեոներ դնել, բացատրել են ամբողջ ինչ որ կատարվում է, որ Դավիթը կանգնած է հայ ժողովրդի համար։ Ու դրանից հետո, մի որոշ ժամանակ հետո, հա, ու Նիկոլին մի անգամ չեմ կպել։ Նրա համար, որ ինքը Պաղեստինա ճանաչել, մեր վարչապետի մոմենտով պրոպուսկա տարել, հա, մի անգամ չեմ կպել, իմանալով հանդերձ, որ Նիկոլը իր մեջ կարքին տղա է։ Բարի, հա, դուխով, ճանապարհ անցած, որ ամեն մեկը դա իր նման որ ճանապարհ անցած ելնեիք, հա, մի քանի անգամ ասենք խոսքի օրինակ այդ դժվարություններով բանտ նստած ելնեիք կամ մյուսնա, երևի լավ կհասկանայիք։ Ով կներեք, դե քանի որ քյարթեր հետ ենք խոսում, ով այտենց ճանապարհ անցած ունի։ Եզակի բոզի տղեկ են անցել այդ ճանապարհը, որ Փաշինյան Նիկոլն է անցել։ Եզակի, կներեք, ոնթատեսի շարունակում։ Իսկ ինքը հանուն արդարության գնացել է այդ ամեն ինչի։ Բայց էլի եմ ասում, հնես թակարդերի մեջ է, որ Նիկոլը էլ տեղ չուներ գնալու։ Հա, տոկոս։ Ու հասկանում էր, որ ջնջվում է, всё։ Այդ դրանից ինքը վախենում էր։ Ահա որ այն ճանապարհը, որ ինքը անցել է, եկի հասել այդ պահին, ուտենում է, որ հայազգ իրան նորմալ հայի նման չի պահում, կազմակերպած չի։ Հասկացաք։ Արա մենք մեզ հայի նման չենք պահել։ Ինչ ենք բա Նիկոլից ուզում։ Մենք կազմակերպված չենք։ Մենք վատ ենք մեզ պահել, վատ ենք դրսևորել, ինչ ենք ուզում Նիկոլից։ Ուտենում այն թակարդները, որ լարել են հայերի նկատմամբ, որ ոչ մի բրծում չկա։ Սաղ ինֆորմացիան գտնվում է Պաշտպանության նախարարությունում, ազգային անվտանգությունում, ընդեղ։ Իսկ նրանց այդ 5 ելերի մարդիկ ընդեղ են։ Այլանդակ բաներով անցել։ Այդ 5 ելերի մարդիկ ընդեղ են։ Գամ այդ 5 ելերի մարդկանց ազգային անվտանգություն բան։ Այդ 5 ելերի մարդիկ խոտ էին ուտում բա այսքան ժամանակ, որ դու ֆրֆռում էիր Հայաստանում։
հա, եբրայերեն աղոթում էր, ասում էր լորը գալու է, դուք պետք է իմ Աստծուն պաշտեք, դուք մոռացեք։ Հա, 37 տարի, 35 տարի դու ապրես ու այս ամեն ինչ իրականացնես Հայաստանում։ Այդ որ իմից որ բողոքում ես, այդ հին տղեկի մարդիկ խոտ են կերել փաստորեն, թե քեզ են արածացրել։ Դա շատ կարևոր հանգամանք է, պետք է հասկանանք։ Այսինքն իրանք այդքան խոտակեր էին, որ չեն նկատել, նույնիսկ ասում ես հատուկ ծառայություններն երկու նայում էին, բան, ոչ մեկ չի զեկուցել դու ինչով ես զբաղված, թե իրանք են քեզ արածացրել, իրանք են քեզ թողել, որ դու այս ամեն ինչը անես Հայաստանում։ Սա հարցեր է, որ պետքա քննվի, այսինքն երկու պարագայում է, գոնե դու պետք է հին տղեկից մի բողոքի։ Այ ես իրավունք ունեմ բողոքելու, որ քո նման մեկը 30 տարի կարողացել է ռազմավետքով զբաղվել Հայաստանում։ Ու հիմա էլ Դավիթի անունով տակ հայից է փրկում, այն որ մեկ այն հայերին է, որ ինձ լավ չեն բայ, խայտարակ են եղել աշխարհով մեկ Նիկոլն էլ թակարդի մեջ է հանդիպում է մեր պատճառով ու մեզ պիտի փրկի, որտեղ ինքը Աստծուց ընտրյալ տղա է, լավ տղա է, ճշտով ապրած տղա է։ Ու դրա համար մի անգամ չեմ կպել Նիկոլին։ Ինչ մեծահոգի է չվեց։ Ու իմանալով հանդես սա սկսում է, այսինքն աշխարհի տիրակալները, լուսովորները անտարբեր էին ուզում մնային, ինչ որ պետք է կատարվեր։ Որովհետև դուք ձեր անվան հետ ահավոր խաղացել եք տարիներ շարունակ։ Ոչ թե Նիկոլն է մեր անվան հետ խաղացել, մենք ենք մեր անվան հետ խաղացել։ Սա մեղքերի մեջ կորած է։ Վերևից միջև ներքև, ներքևից միջև վերև։ Էլեմենտար ձեզ մի բան ասեմ։ Լավ։ Ուտեղ ես սկսում եմ վիդեոներ դնել։ Մի որոշ ժամանակ հետո Նիկոլը գնում է Ամերիկա, Տրամպի հետ հանդիպման։ Ու ամբողջ լրիվ փոխվում է։ Տրամպը դնում է իմ վիդեոներից հետո եմ ասում։ Ուշադիր լսեք։ Կատակ չէ, Թրամփը նստած իր վիդեոներն է նայել ու դրանից հետո կանչել է Նիկոլի մոտը, ձեռը խփել է, ասել է այս գյադին ով ձեռ տա աշխարհով մեկ իմ հետ պրոբլեմ ունի։ Ճիշտ եմ ասում դավո։ Ձեռքը Հայաստանի վրա, Նիկոլի վրա ու ասում է ոչ մեկը չեք կարող կպնեք հայերին։ Մեկը մեկին բռնում։ Փաստորեն զոն նայողը, աշխարհը նայողը Թրամփն է, Դավոյի վիդեոները նայելուց հետո, սելարա հորս սարևար, այս հայերը ճիշտ է փնտի կեղտոտ գյադեք են, լավ չեն պահում, իրենց ապաշխարել են, սենց աշխարհով մեկ սենց զզվսել են բոլորին, բայց այս գյոզալ տղեն, հələ ինչ անցյալ ունի, հələ գաղութներով բանով, այս ինչ քսիֆներ է գալիս իր անունով, այս ինչ տիպա, կանչեմ մոտս ձեռս խփեմ, սեղանին ասում ես գյադինով ձեռատվե, իմ հետ գործ ունի։ Ֆրֆրա Նիկոլ, ոնց ուզում ես, Դավոն ու Թրամփը մեջքիդ կանգնած է։ Կատակ չէ, Թրամփը նայել է Դավոյի վիդեոները։ Հիմա սենց է լինելու։ Բա։ Ու լուսովորթիները։ Ու այդ ժամանակ իմ վիդեոներից հետո, իմ անհանգստությունից հետո, ամբողջ հրեական աշխարհը լուրջ դեմքերով, աշխարհի տիրակալներով սա խառնվում են ու ասում են։ Բանալի բառը, լուրջ դեմքերով։ Այս շատ կարևոր է, պետք է հասկանալ, որ այս ամեն ինչը արվել է շատ լուրջ դեմքերով։ Հայաստանի մատով չեն կպնելու։ Всё։ Հասկացաք։ Այդ ձեր փրկվում է Հայաստանը։ Դե լավ ուշադիր լսեք։ Դրա համար եմ ասում շնորհակալություն հայտնեք մեր երկրի վարչապետին Բենյամին Նետանյահուին։ Հասանք տեղ։ Մեր կառավարությանը։ Հասանք տեղ։ Աշխարհի այն տիրակալներին, հрьяաներին, բարձրաստիճան դեմքերին, ոչ հрьяաներին, ովքեր որ կանգնած են եղել Իսրայելի հետ։ Մենք երախտամոռներս ոնց մտնելովս չի անցել, շնորհակալություն հայտնենք հрьяաներին, անձամբ Նետանյահուին Ադրբեջանին զինելու, ինստրուկտորներ մատակարարելու, մեր վրա հարձակումներ կազմակերպելու, մեդիաներում խեղդելու, քաղաքական աջակցություն ֆուլ Ադրբեջանին տրամադրելու համար չենք պայմել, որ մենք դրա համար պետք է երախտապարտ լինենք։ Այդ Դավոն իրավունք ունի մեզանից նեղանալ որպես Աստծո ներկայացուցիչ երկրի վրա։ Լրիվ ճշտով է։ Մի խնդացեք, ինչ է ծիծաղում։ Լիքը մարդ կա լուրջ դեմքով նայում էս ամեն ինչը։ Միշտ Տրամպին ու այն մարդկանց ում որ չեք կարող դեմ։ Տրամպին էի մոռացել։ Բոլորը խառնվեցին ու Հայաստանը փրկվեց։ Բա ու Նիկոլը դուխով, հա, դուրս եկավ այդ վիճ։ Չէ, դուք ասեք, որ Նիկոլը համաշխարհային աջակցություն ունի։
Վերևից աջակցություն ունի, ոչ մենակ Աստծո կողմից։ Ճիշտ հասկացեք։ Աշխարհի տիրակալներից տեսեք ինչ աջակցություն ունի։ Ճակից ու դուրս է գալիս։ Բա Այն ճահիճը, որ սարքել էին հայ ժողովրդի համար, Նիկոլի համար, վերջ, բրծավ։ Անկախ ձեր կամքից, որ դուք քնած եք, հա, չեք էլ մտածում, որ ձեր համար Դավիթն է խառնվել, որ ձեր համար խառնվել են մարդիկ, ովքեր ձեզ փրկեցին, որ դուք ձեր համար մտածում եք մենակ ձեր փորի համար, հա, ու տարիներ ուզում եք WhatsApp-ի համար ուզեմ զանգեք, շնորհակալություն հայտնեք, որ Դավիթը ձեր համար խառնվել է։ Սա ողբերգություն է, այս վիդեոյի տակը կոմենտներներ կան իր մոտ։ Մարդիկ համար արդեն աղոթում են սրա համար։ Այս պաստորը հայ մարդու մոտ հերիք ասել ես քո փրկիչն եմ, ու ասել են վայ Դավո ջան ուր էիր, վայ Դավո ջան ուր ես։ Փաստորեն դու ես մեր փրկիչը, Նիկոլն էլ է մեր փրկիչը եղել։ Ինքն էլ Աստծո ուղարկած մարդ է, որ կոտորի հայ ժողովրդին։ Բա ուր էիր այդ Սավատանը, բա շուտ ասեիր, մենք էլ նեղանում ենք, ասում ենք կապիտուլյան ցեղասպան, սերիական մարդասպան, ինչ ասես ասում էինք, մենք ինչ իմանայինք, որ քո հետ միսիա է եկել իրականացնելու։ շարունակ Մոսադը մեր համար էլ ինչ ունի պատրաստած։ Ուզում էին սաղ Բարթեին Նիկոլի գլխին, հետո վերացնեին։ Այլանդականներ սպասվում հայ ժողովրդին։ Որտեղ երբ որ ես խառնվեցի, Նիկոլը գնաց Տրամպի մոտ, ու ամբողջ քաղաքականությունը, ամբողջ բանը փոխվեց։ Հիմա հասկացաք ոնց է հայտնվել Նիկոլը Տրամպի մոտ։ Ինքը խառնվել է, դրա համար Նիկոլը հայտնվել է Տրամպի մոտ։ Մոսադ, ես լուրջ կազմակերպության տեղ են դրել։ Տեսում եք ուղարկել։ Հալա ուրիշ ընտրալ չկա Աստծո։ Ես արդեն խնդալու էլ չէ, ես ուր եք հասել տղեկ։ Այն մարդիկ, ովքեր որ վերևից էին արդեն նայում Նիկոլին որպես հաղթանակած, բոլորը հասկացան ու նստեցին իրենց տեղը։ Սենց ասած Տրամպը աշխարհի տիրակալներով, լուսովորտիներով սաղին նստացին իրենց տեղը։ Որովհետև Նիկոլը իր մեջ կարքին մարդ է, որ հանուն արդարության էլ եմ ասում, ճանապարհը անցել ու վախկոտ չի։ Մի խոսքով հասկացաք, ինչ պատիժ կա ունի չորով աշխարհի գողականները կանգնած են Նիկոլի կողքը, աշխարհի հզորագույնները, Նետանյահուն, Տրամպը, Դավոն, ինչ աջակցություն ունի, միրավոյ աջակցություն։ Իսկ Նիկոլը ինչ մեղքեր որ գործել է, ու այսօր դարձի է գալիս, Աստված ընդունում է։ Որտեղ ի սկզբանե ինքը ընտրյալ է եղել։ Ու տենց մարդիկ կան։ Հասկացաք։ Նույն Ավասար Կճոյանը, որ խոսում մեղքեր են գործում, հա, ձեր ասելով, ձեր ամբողջ այդ պատմություններով, բաներով, հա, ընտրյալներ են, որոնք Էսյանիցենյան մի քայլ են անում, ու ոչ մեկը չի կարա իրանց հին աշկերով նայեք։ Մի նայեք, իրենք միացել են Աստծո բանակին։ Ու աշխարհի տիրակալները, լուսովորտիները տեր են կանգնել Հայաստանին ու այդ մարդկանց։ Մի խոսքով, պետք է մենք էլ տեր կանգնենք այդ մարդկանց, որոնց տեր են կանգնել աշխարհի տիրակալներն ու լույսի որդիները։ Հասկացաք։ Կճոյանի, Նիկոլին, հեսա մնացածի անուններն կտա, մի ներվեք։ Ովքեր հիմա մեծ պայքար են ուզում սկսեն, ամբողջ աշխարհով մեկ, եւ նարկոտիկների դեմ, եւ պոռնոկության դեմ, եւ մնացած բաների դեմ։ Նիկոլ այսքան ժամանակ նարկոտիկի դեմ պայքար արել, պոռնոկության դեմ պայքար արել։ Փաստոր եվրեները պոռնոկայքերի բոլոր պոռնոկայքերն իրենցն են։ Եվրեները պոռնոկության դեմ են պայքարում, Նիկոլն է նարկոտիկների դեմ։ Մենք աշխարհից բան չենք հասկանում, լուրջ։ Հա։ Սկսվում է սուտակավորությունն է գալու։ Ու այն մարդիկ, ովքեր որ փորձել են այդ թակարդները լարել, փորձել են ուրիշ ծրագրերով, հա, հանդես գալ, խարխլել աշխարհը, դրանք սա պատժվելու են։ Եթե դարձի կգան մարդիկ, նորից եմ ասում, հա, ոչ մեկ չի կարա իրանց հին աշկերով նայի։ Մի խոսքով Ժորժ ջան, նոր աշկերով նայեք։ Նոր իրականությունն է, նոր Հայաստան, նոր էջից ենք սկսում, նոր աշկերով նայեք։ Դուք այս մարդկանց չեք կարող հին աշկերով նայեք։ Մոռացեք են ինչ որ արել են, նոր աշկերով նայեք։ Սենց է պետք հիմա։ Նշանակում է ես գիտեմ ով է, չէ՞։ Ու մեր վարչապետը
Հանգի սովորական։ Մեկ էլ մեր վարչապետը կանգնում է ձեր հայերի փրկության ծրագրի մեջ։ Իրանց վարչապետը կանգնել է մեր հայերի փրկության ծրագրի մեջ։ Դուք հասկանում եք, մեզ կոտորելը մեր փրկության ծրագիրն է եղել, մենք տեղյակ չենք եղել։ Իսկ ինչ անտեղյակ ազգ դուրս եկանք։ Այն Ջորջ Օրվելը որ գրել է 1984 թվական իր այդ վեպի մեջ, որ պարտությունը հաղթանակը, կոտորվելը փրկությունը, ցեղասպանվելը հաղթանակը, սենց էլի, սենց ինչ-որ բան է։ Ճիշտ է գրել մարդը, մենք էլ սենց վերջի անշնորհակալի նման չենք հետևել այդ խորհուրդներին։ Հрьяաները բոլոր տեղերով խառնվում են, որ Հայաստանը փրկեն։ Բա գիտեք, որտեվ հասկանում եմ, որ Նիկոլը իր մեջ կարգին տղա է։ Դժվար ճանապարհ անցած, արդարության մարտիկ է։ Հա։ Ու ինչքան էլ փորձում են այդ կռիզները միջև հիմա այդ ձև մասնատելով փորձում են իրանց մեղքերը բարթեն Նիկոլի վրա, էլ եմ ասում, դուք չեք ելս գալու ոնց է դա սկսվելու։ Նիկոլը հասկանում էր, որ թակարդի մեջ է, ամբողջ հայ ժողովուրդը թակարդի մեջ է։ Իսկ այդ թակարդից միակ երգը գիտեք որն է։ Երբ որ ժողովուրդը կռապաշտության մեջ է, վերադառնում է միակ Աստծուն։ Հասանք, այսքան գիտեք ինչի համար են ասում, որ մենք կռապաշտ ենք, վերադառնանք միակ Աստծուն։ Երեկվա նյութը դրա մասին էր։ Դուք սխալացու եք պաշտում, դուք կռապաշտ եք, հայերով մեղքերի մեջ կորացեք դուք, պետք է վերադառնանք միակ Աստծուն, այս այդ Աստծու մասին խոսալու ենք այսօր, քարեքարին չի մնալու, խոսալու ենք։ Հասկացաք այս ամեն ինչի մասին էր, այսքան որ երկար գալիս է, չկասկածեք Նիկոլի հոտը, էսի հալած յուղի տեղ, սենց գթալով ուտելու է, ասենք մի 10-15% հոտ ունենք, չէ, ասենք ուղեղով բանից, ասենք, ինֆուզորիայից չեն տարբերվում, հողաթափիկ ինֆուզորիայից չեն տարբերվում, դրանք նստելու են գթալով էսի ուտեն, ու վաղը Դավոյի ոտերի տակ մոմ են վառելու, վաղվանից ընելու է սուրբ Դավոյի եկեղեցի, տեղ Նիկոլն էլ գնալու է պատարակելի։ Ամբողջ սիստեմը փոխում է։ Հասկացաք, գալու է կռապաշտությունը դադարեցնի Նիկոլը, ու ամբողջ սիստեմը փոխի, լսեք։ Նիկոլը հասկանում էր, որ թակարդի մեջ է, ամբողջ հայ ժողովուրդը թակարդի մեջ է։ Իսկ այդ թակարդից միակ երգը գիտեք որն է։ Երբ որ ժողովուրդը կռապաշտության մեջ է, վերադառնում է միակ Աստծուն, ու ամբողջ սիստեմը փոխում է։ Էս այն է, հենց հիմա ինչ Նիկոլը անում է, հասկացաք։ Իսկ այսօր ինչ տեղի ունեցավ, հրաշք տեղի ունեցավ։ Ալելույա։ Տրամպի մոտ այցելելուց հետո, հա, խաղաղության, արդարության լուսո որդիները, աշխարհի տիրակալները, ասեցի դե մանթո մնացեք բոլոր այն ուժերին, ովքեր որ երազում են Հայաստանի ու Նիկոլի կործանումը։ Короче, հիշում եք ժամանակին Պուտինն էր ասում «Արմյանամ դաց պրախոտ», հիմա նույն բանը անգլերեն բանն ասել, Թրամփն ասել։ Պատկերացրեցիք, չէ՞, ցենց ժամանակ առ ժամանակ աշխարհի բոսերը ասում են «Արմյանամ դաց պրախոտ»։ Թողեք ինձ ճանապարհ տվեք։ Դե այս բادرգամ քանի որ Նիկոլին են ասել, մոտավորապես սենց է հնչել։ Ճամփա տվեք հիմարությանը։ Մտածում էիք, որ հեսա կփրկենք, ու Նիկոլին էլ ասենք խոսքի օրինակ կգցենք, ուրիշ ձեզանից որևէ մեկին կբերենք Նիկոլի փոխարեն։ Իրանք են բերելու, գցել, բերել, տանել, բան։ Այդ դրանից իրանք սկսեցին ավելի պայթել։ Մեռնում են։ Ցխվում ենք։ Ամեն օր այդ ձև մեռած վիճակի մեջ են։ Պայթում են, տարակած վիճակը։ Սա իրանց ծրագրերով Նիկոլը պետք է լրիվ բան աներ, տապալվեր Հայաստանի հետ միասին։ Էսով է խառնվել։ Էս ոնց է որ ասենք խոսքի օրինակ։ Լրիվ ուրիշ ուղղությամբ սկսես գնալ ամեն ինչ։ Դրա համար եմ ասում։ Հին աչքերով մի նայեք։ Մեկ էլ կարթնանաս, մեկ էլ կտենաս մարդը լրիվ եկել է դարձի Աստծուն, որոշել է ճիշտ ճանապարհով գնալ։ Հա։ Ու Աստված ներում է։ Այդ դու կարաք չներեք։ Հա։ Աստված ներում է։ Դա կարող եմ ես չներել։
Մանավանդ իմ համար մեկը քո աստվածներում է թե չէ։ Կարեմ ես չներել։ Աստված է քննում մարդկանց սրտերը։ Քո աստված թող քո սրտերը գործերը քնի, հեսա քո գործերին հացնելու ենք էլի։ Կարեմ ես չներել։ Գիտի ով է։ Հա։ Հենց որ Նիկոլն իմ աղբերն է։ Բոլոր այ ժողովուրդ։ Բոլորը միասնական եղեք Նիկոլի հետ։ Վերջ։ Լսեք։ Նավասար Կճոյանի հետ։ Լսեք։ Վազգեն Միրզախանյանի հետ, arczepiskopusների հետ, բոլորդ ազատագրեք մայր տաճարը։ Հասանք տեղ։ Այս ամբողջ հեքիաթը հենց սրա մասին էր, որ կռապաշտենք, Նիկոլո նոր համակարգաբերում, միանանք այս փրկիչների հետ, ազատագրենք մայր տաճարը։ Ես կարող եմ այդ կռապաշտ, ասենք Կճոյան, Միրզախանյան, մնացած այդ անառակի զավակներին հարցնել, դուք արդեն թլպատվել եք, թե նոր պիտի թլպատվեք։ Այ կռապաշտներ, դուք արդեն սինագոգ եք գնում ձեր պատարակների համար։ Այս եկեղեցի գալել բանը, հա, մասկիրով կենա։ Դե որ աշխարհի մեծերն արդեն աջակցում են Կճոյանին, այդ նշանակում է դե հարց չկա։ Էլ մենք այնտեղ անելիք չունենք։ Վերջ, ամեն ինչ որոշված է մեր փոխարեն։ Աշխարհի վերջը տերը որոշել են, որ Նիկոլը կարգին տղա է, ճշտի տղա է, տեր են կանգնելու, դե մենք էլ մեր մեղքերի համար Նիկոլն է փաստորեն փրկել։ Այն մեր մեղքերը այնքան շատ էր։ Բայց քանի Նիկոլը լավ տղա է, աշխարհի մեծերը որոշեցին մեզ փրկել։ Բայց մի պայմանով, որ մենք պիտի ավիրենք մեր եկեղեցին։ Սա է պայմանը։ Բարձր։ Հիմա ես ուզում եմ Դավոյին մերկու բան ցույց տամ, ով է իրանց աստված եւ ինչ են անում իրանք սրբերով, հա։ Опа, կենաց են խմում պայթացած շենքերի վրա։ Լսած տեսակ, այ։ Անուշ։ You see huge blocks getting blown up, universities getting blown up. Համալսարաններ, ամբողջ թաղամասներ, նայեք, The fact that they've been able to rig these buildings up with explosives shows very clearly that there's no current threat from those buildings. There's no justification for destroying a structure if the enemy isn't in it. Մեր ուրախություն, մեխինդ, աշխարհի փրկիչներն են, ճշտով ապրողներն։ Սև կտրող, թալանող։ Հարսի կոշիկներն են, հարսի կոշիկներ։ Ինչ նման է, չէ, Արցախում ադրբեջանցիների նկարած կադրերի։ These videos don't show a professional army. Հարց ասում է պրոֆեսիոնալ բանակցած բաներ, ո՞վ։ They show an army, but at times appears to almost completely lack any self-discipline. To the point where one thinks it's not just personal lack of discipline, it's an institutional lack of discipline. Սա ընդամենը անձնական դիսցիպլինայի բացակայություն չի, անձնական հանցագործություն չի, սա համակարգային հանցագործություն։ You can't go around wantonly, unnecessarily destroying civilian property. Խոսքով, ես չեմ ուզում են սնայպերի կրակոցներից սպանված երեխեքի գլուխները ցույց տալ փամփուշտը գլխի մեջ։ Իմաստ չկա, որտեղ հասկանում եք, չէ, ինչ որ տարածում էին, մարդիկ մեջն էին, այս հումանիստներն եկել են, այս նույն բան Արցախում անելուց հետո հիմա եկել են Հայաստանը փրկեն, Նիկոլի ձեռքով եւ Կճոյանենց ձեռքով, որոնք խոսք են տվել, որ կավիրեն մեր տաճարը, իրանց ասելով կազատագրեն մայր տաճարը։ Դե հիմա այստեղ մենք մեր եզրակացությունները պետք է անենք։
մենք ոչ կողմի վրա ենք։ Ես կարծես թե բաց չեմ թողել։ Ես խոստանում եմ, որ ես կենթանուն ես վերջին անգամ եմ անդրադառնում, վերջին անգամ, որովհետև այսօր այս մանրամասները երեք չկար։ Երեկվա անվան մեջ Նեթանյահուի Թրամփի բանը երեկվա հաղորդման մեջ չեն հնչում սրանց անունները, վերջնական նպատակը։ Այն որ իրանք արդեն մեզ ասում էին ժամանակն է, որ դուք հրաժարվեք Հիսուս Քրիստոսից, ֆեյք Աստված է, այսօր Դավոն է եկել, ասում է, հա, Աստվածը ես եմ։ Հա, միակ Աստվածը փաստորեն այստեղ է, կամ իրանց Աստվածը։ Կամ ինքը փրկիչն է, ընդհանրապես մոտենակ փողոցում հարցնեք, ասեք Դավո, հիմա դու Աստվածն ես, թե ուղղակի միջնորդն ես։ Մենք կիմանանք էլի վաղ է տաճարը ձեր ավիրելուց հետո ում ենք աղոթելու։ Ես չեմ զարմանա, եթե վաղը առավոտեն եք տեսնեք ամբողջ մայր տաճարը սրանց հանել են օթերով։ Դրանք ամեն ինչ կարող են անել Հայաստանում։ Ամեն ինչ։ Ոչ մի տեղ, ոչ մի սահմանափակումներ չունեն։ Աշխարհի տեղ չկա, անկյուն չկա, որ իրանք ագենտները չունենան։ Ամեն ինչ կարող են, ամեն ինչը ընդունակ են։ Նոր այս ձայնագրությունների մեջ տեսակ, չէ՞։ Հիմա ընտրությունը մերն է։ Որովհետև մեր ընտրությունն գործողությունները դրանք պայթեցնելով չի, այլ դրանք կռիվանելով չի, ուղղակի ընտրությունը։ Դու ներին ես ծառայելու, թե մնաս քո բարոյական հիմքի վրա հավատարիմ։ Աշխարհի ինչքան բան կա, փորձարկում կա, սկսում է Հայաստանից։ Եվ այն հանգամանքը, որ սրանք որոշել են եկեղեցի փոխեն, աշխարհում ոչ մի տեղ սա չեն արել իրանք։ Պայթացնում են ուղղակի։ Պաղեստինում եկեղեցին պայթացնում են։ Իրանք չեն փորձում արաբներին կրոնափոխանել։ Սրանք բայց ուզում են տեսնեն կարող են հայերին կրոնափոխանել։ Մի անգամ 15 թվականին փորձեցին, մի մասին կրոնափոխարեցին, մի մասին սպանեցին, իսկ մասն էլ փրկվեց աշխարհի տարբեր տեղերով։ Հիմա 100 տարի հետո նորից ուզում եմ ես կրոնափոխանեն, հարց ինչի։ Հարցս մի 2-3 միլիոն հայերը ում են խանգարում աշխարհում, հա։ Ինչն է ստեղը տենց իրանց կոկորտին կանգնած, որ այս քաղաքակրթություն կրողը այսքան մեծ վնաս է վտանգ է իրենց ներկայացնում, որ այս կարգի օպերացիաներ են անում, Նիկոլ են դաստիարակում, Նիկոլ են ծնում, Նիկոլի հետևից 30 տարի, ասում 35 տարի, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմից սկսած, իր անվտանգության աշխատողներով, բոլորը միջև Սերժիկով, Ռոբ, Սերժիկ, միջև Նիկոլ, համատեղ նույն ծրագիրն են իրականացրել։ Հակառակ դեպքում սրան վաղուց օլորած ակաժները պոկած ու վտարած կլինեին երկրից։ Բայց հասկանում եք, չէ՞ որ դες չի եղել։ Ինչա, Գորի Գուրգենիչը չգիտես, թե Կարլոս Պետրոսյանը չգիտես սա մասին։ Եկեք զեկուցել են արա, ինքն էլ է պատմում, ասում է գալի հատուկ ծառայություններ նայում են, բայց ռիսկ չեն անում, ինձ ոչ մի բան անել։ Նայել են զեկուցել են, ընդդեղից հրաման չի եկել, հələ մի հատ օլորեք բերեք դրան։ Էդ ով է։ Կամ վտարեք մի հատ Հայաստանից, կամ էլ ով կա սրա կողքը։ Ասեն, եթե չգիտեին, էլի, բայց չի եղել դա։ Որը նշանակում է մի բան։ Հրամանը չի եղել, որ դա անեն։ Իսկ հրաման տվողը գիտեք ով է։ Վերևներից։ Միջև նախագահ, ոսես դեպք կա։ Մենք ինչ ենք անում։ Ասել են թողեք, որտե մենակ ինքը չի։ Ինչպես երեք Հասպանյաններ ասում, հա, տարբեր կազմակերպությունների անվան տակ վխտում են դրանք Հայաստանում։ Ու հիմա էլ ի վերջո, այս ամեն ինչը կազմակերպելով, հետևելով, գրամ, սենց ամեն ինչ տեղը տեղին անելուց հետո ինչ մնաց է մեզ անել, քանդել տաճարը։ Քանդել տաճարը։ Այդ տաճարն է, որի շուրջ մենք հավաքված ենք։ Հասկանում ես։ Հասկանում եք, որտեղ մենք բոլոր տեղերում, աշխարհում բոլոր տեղերում մենք հավաքված ենք, ոչ թե քաղաքապետի շուրջ, ոչ թե չգիտեմ ինչ որ հայտնի փողատերի շուրջ, չէ, մենք հավաքված ենք տաճարի շուրջ, որ մենք էլ հավաքվելու տեղ չունենանք, ցրվենք ու վերանանք։ Մեր տաճարը պիտի քանդվի։ Բայց ես այս մի բան պետք է ասեմ սրանց։ Բաբելոնյան աշտարակը հիշում եք։ Դա կարելի էր քանդել։ Մեր տաճարը չի քանդվում։ Մեր տաճարի ինչքան վերևն է գերնի վրա, այնքան տակն է։ Չի քանդվում այդ տաճարը։ Որտեղ մենք ձեր նման արհեստածին չենք, հասկանում եք։ Մենք ստդուկներ չենք եղել, որ տարիներով թափառել է, գիտեն ինչի է թափառել, որտեղ ոչ միտեղ չեն ընդունել։
Ոչ միտեղ չեն ընդունել, ուղղակի չեն ուզեցել այդ մարդիկ իրանց հետ ապրեն։ Հային ընդունել են բոլոր տեղերը։ Դամադը դրանք ատել են ամալեկներին, ատել են հայերին եւ քանի հազար տարի չեն կարողանում հարմարվել այդ մտքեր, որ մենք դեռ կանք, պետականություն ունենք, ու սենց արա մեր տաճարը, որտեղ գնում ենք, հիմնում ենք այդ տաճարը ու կողքը քոչարի ենք ապարում։ Չի մարսվում սա, էլի, չի մարսվում։ Հիմա այս տաճարը սրանք ուզում են քանդեն ու գտել են ամենատականքին, ներկայացնում են որպես հերոս, նահատակ, մարտիրոս, մեր ազգի կեղտերի մեղքերի համար տառապած մարդ Նիկոլին է, որ կենսագրությունով բարձրակարգ պոռնիկի ծնունդ է, բարձրակարգ, իրանք ցեկում չկա։ Ներկայացնում են որպես մարտիրոս, մեր մեղքերի համար sense տառապած մեկը, որ եկել է փրկի, եւ ամենակարևորը, մեզ եկել է փրկի կռապաշտությունից։ Ու իր ձեռքով եւ իր սատանաների ձեռքով մենք պետք է քանդենք, կամ մենք կամ իրանք քանդեն մեր տաճարը։ Մեր տաճարը դա մենակ եկեղեցին չի, եկեղեցին շատ ավելի մեծ բան է հիմա, քան ընդամենը եկեղեցի։ Իրանք կարող են գնալ դոդի սակած եկեղեցին քանդեն։ Հայաստանում ոչ մեկ դա մասին չի էլ իմանա։ Ամեն մի օլիգարխ իրանից մի հատ թաղում եկեղեցի է, չէ՞ սարքե։ Ծառուկյան Գագոն իր տան կողքնել եկեղեցին։ Հիմա վաղ որ գնան քանդեն, դա ոչ մեկ չի էլ իմանա։ Հարցը դա չի։ Մեր մայր տաճարը պիտի քանդվի։ Իր բովանդակային իմաստով։ Ոչ թե շինությունը, որովհետև մենք բովանդակության շուրջն ենք մնում հայ, ոչ թե կառույցի մենակ, հա, շենքի կողքը մենք հայ չենք մնում։ Հետաքրքիր է, չէ՞, հիմա կմտածեք, բա լավ, քրիստոնյաների երկրներ կան, թող գնան այդ բանջին դեռ կռիվ չեն տալի, որովհետև մենք ու դրանք տարբեր են։ Քրիստոնեությունն էլ, այն որ մեզ այս ջհուդա քրիստոնեությունը սրանք պատվիրեցին, մցրեցին մեր մեջ, այդ քրիստոնեությունն էլ մենք հայացրեցինք։ Այդ քրիստոնյա եկեղեցիներ ստիպեցինք, որ մեր հետ տնանդես բարի, հա, որ կրակի շուրջ մեր հետ բարի, դրան էլ ստիպեցինք, որ մեր հետ մատաղանի, то դրան էլ ստիպեցինք, որ մեր հետ վարդավարանի, հասկանում եք, մենք այդ եկեղեցին հայացրեցինք, այն որ մերին էլ չէր, այս որ ճիվաղն ասում է, տրտատետել է, առավոտել է, ասել է, ինչ անեմ, ինչ չանեմ, վերջ, այսօրվանից քրիստոնյա ենք, կատարել ապուշը դες բան կար ասի, նույնիսկ եթե տենց ա եղել, մենք այդ իր ասած քրիստոնեությունն էլ հայացրեցինք, որովհետև ոչ մի տեղ, ոչ մի եկեղեցի այս քրիստոնեություն կապ չունի, ոչ մի քրիստոնեական եկեղեցի վարդավար չի տոնում, մատաղ չի անում, հասկանում եք, տադանդեզի շուրջ, կրակի շուրջ, որտև մենք մնացինք, այս է որ իրանց հանգիստ չի տալ, այստեղ ենք մենք տարբերվում մնացած քրիստոնյաներից, իրանք վրացիների հետ ոչ մի խնդիր չունեն, չեն կարող ունենան, կոնֆլիկտ չկա, կոնֆլիկտ, մեր հետ կա։ Բայց ես եմ ասում, դուք արեստացին բաբելոնյան աշտարակին, դուք ավելի շուտ եք քանդվելու, քան մեր տաճարը, եղավ մեր տաճարը, ի տարբերություն ձեր տաճարի, որ գլուխներդ գնում օլական խփում եք այդ պատին, չի քանդվել, չի էլ քանդվելու, որտեղ նույնիսկ եթե թուրքերն էլ դրանք ավերեցին, մենք շարունակում ենք այդ տաճարները խնկարկել, շարունակում ենք այդ տաճարներում ծեսեր անել, դրանք մեր սրբավայրերն են, ու հայի համար ինքը որ գնում է, ասենք ցանկացած տաճար որ գնում է, իր համար մեկ է, սարքած է, քանդած է, թե եվրոլուսամուտներ է դրած, հա, իմ ջալոց ես ասեմ, ես ամբողջ կյանքում միշտ ավելի լավ եմ զգացել ինձ հոգեբանորեն, ավելի հանգիստ եւ ավելի աստծուն հետ հաղորդակցվել եմ ավելի հեշտ այն հին տաճարները, որոնք ձեռնված չեն, կիսաքանդ են, կիսախարխուլ են, քան ժամանակակից։ Եվ մենակ այդ ենք մենք զգում։ Դա բան եմ ասում, դուք չեք կարող դա քանդեք։ Դա չի քանդվում։ Ոնց որ ճիվաղը ձեզ այս հարցում չի օգնելու։ Սխալ տեղ եք կռիվը տալի ու պարտվելու եք այստեղ։ Ու ճիվաղը հիմա Բերլինում ունենք։ Stop the arrests! Stop the political arrests in Armenia! Stop the church terror in Armenia! Stop the political arrests in Armenia! This is a shame! Stop
Stop the church repressions in Armenia. Stop the terror against the church in Armenia. The first Christian church. Դե քանդեք տեսնեմ կարեք քանդել։ Մեզ հնարավոր չի բռնել նույնիսկ հեչ դուք տեսել եք ով ձուկ բռնել է կիմանա, հա, որ ասենք այն ձկի խսիր կա, այն խսի ոնց են ասում ձկների երամակ, չէ, երամակը ձիերն են։ Ոսես լիքը ձկներ են գնում բառը թրա։ Դուք գրեք։ Դու ոնց ուզենաս այդպես ձուկ բռնես։ Ադու չես կարող, աշխատեղ չկա, որ ձուկ չլինի, ես չպատատվան, այդքան ոնց է քանդելու։ Չի քանդվում մեր տաճարը։ Իսկ ինչի էր գնաց այդ տականքը Գերմանիա, որովհետև 3 մերձը հանդիպել է Նետանյահուի հետ։ Ինչ են քննարկել այնտեղ, սան ինչ են խոստվել, ու ասում է հա ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոմիության համար։ Ինչ հնարավորություն։ Մերձ։ Հա? Սիոնիստների ուղակի ծառա։ Ինչ հնարավորություն, ինչ խաղաղության համաձայնագիր։ Հիշում եք այս դեմքը։ Այս դեմքով ինքը նայում էր նաև Էրդողանին։ Հիշեցիք։ Այս դեմքն է, որով նայում էր ինքը Էրդողանին, հիմա նայում է Մերձին։ Բայց Մերձի դեմքին ոչ ժպիտ կա, ոչ բան։ Ինչպես Էրդողանի պարագայում, էս էլ է գարշում։ Գարշանքը դեպքից երևում է։ Ասենք նորմալ մարդը, նույնիսկ եթե ասենք սիոնիստ է, ոնց կվերաբերվի Նիկոլին։ Ինքը սիոնիստ է իր ծառայության բերումով, հա, իր ասենք կախվածության բերումով, ինքը կարող սիոնիստ չի, բայց դրանցից ֆուլ կախված է Գերմանիան, հա։ Բայց ոնց կարող որպես մարդ այս գարշանքից չգարշի ու դեմքից երևում է դա։ Դե հիմա ճիշտ է, դա ոնց սրա համար մեզ է մեղադրում, որ մենք ենք վատը, մեզ այնց են զզվում, բայց փաստացի բոլորը զզում են Նիկոլից, իր սիրած։ Հայաստանում մոլեգնող հոգևոր նորոգման գործընթացը պառակտել է նաև Արցախի թեմի խորհրդի 8 հոգանոց կազմը։ Թեմի առաջնորդի գործողությունները դատապարտող թեմական խորհրդի հայտարարությունից հետո Արցախի թեմի էջում հերքում է հայտնվել։ Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են թեմական խորհրդին։ Դուրս գալով թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը իր եւս 7 եղբայր եպիսկոպոսների հետ Փաշինյանի անունը հայտնվեց վեհապարի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում։ Այն անկյունն ստացը այն Միրզախանյանն է, որը փաստացի արդեն թլպատվել է եւ լծված է տաճարը քանդելու գործին։ Կողքին էլ բնականաբար, բայց այն մեկի անունը տվեց այդ հրեան, որը զավակ ունի, նույնպես ինչպես բանը Քյանամյանի հայրը, Արգիշտի հայրը, երկուսն զավակ ունեն։ Փաստորեն իրենց կարելի է, Գարեգինին չի կարելի։ Էլ չեմ ասում, որ սա բռնաբարության համար է վտարվել Վրաստանից, հա, Գարեգինը ոչ մի տեղից չի վտարվել բռնաբարության համար։ Որքան էլ Վրթանես Սրբազանը մի փոքր։ Իսկ ովքեր են այս կողքինները։ Նայենք։ Այս ծերից, այն ծերից ամուսիններ են։ Գալուբոյներ, ալբամորներ, այս ծերին ու այն ծերինը։ Դե Կոճոյանին ստում ներկայացնելու կարիք չկա։ Այս մի բանի էլ հիշում եք մեղանչում էր պապուշը։ Մի խոսքով, ոչնչություն էլ Նիկոլի այս կողմին նստածն է, դրանցից ոչ մի բանով չտարբերվող։ Փոքրիկ հայտարարությամբ բացատրեց, որ արցախցիների հետ է նրանց իրավունքների համար պայքարում։ Հա, իսկ այս մեկին ես դրել էի այս Միրզախանյանի կողքին, որ 17 տարեկան աղջկա էր։ Մի խոսքով։ Դժբախտացած է։ Միևնույնն է, սոցցանցային տարբեր հարթակներում բորբոքված արցախցիներն էին արտահայտվում։ Արցախցիների մոտ այդ քայլը բացասաբար ընկալվել է 2 հիմնական պատճառով։ Առաջինը ասում են, որ ինչպես է գնացել եւ ձեռք սեղմել են մարդու հետ, որ այս ամեն ինչի պատճառն է, եւ երկրորդը այն, որ ինչու է մեր սրբազանը հայտնվում այսպես կոչված դիրադավ 10 եպիսկոպոսների շարքում։ Ըստ Արցախի օմբուդսմենի մարդկանց համար անընդունելի ու վիրավորական էր, որ իրենց թեմի առաջնորդը միացել է վեհապարի դեմ արշավին։
խոսք չկա դրա մասին, ու ինչքան ուզում է ժողովներ անի, ինչքան ուզում է Արցախի, չգիտեմ, դե հոգևոր խորհուրդ հա ինչա, ժողովներ անեն, նեղվեն, հայտարարությունները հետ կանչեն, ինչ կանչեն, տեղի է ունեցել դավաճանություն, տղերք։ Դուք հիմա ձեր հետ քայլով նպաստում եք, որ Արցախի թեմի առաջնորդը, դեկուս Արցախ արդեն չունենք, բայց թեմը կա չէ, ինքը դառնա համահանցակից մեր տաճարը քանդելու գործին։ Ցանկացած մարդ հիմա որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցում է, ինքը քանդում է մեր տաճարը։ Կաթողիկոսը կապ չունի։ Ես ասել եմ, իրենք էլ են ասում, դա կապ չունի ընդհանրապես կաթողիկոսի անձը, որտեղ հնարավոր չի կճոյանով փոխել կաթողիկոսին։ Կամ են հովնանով, կամ էս բոլոր արվամոլներով փոխել կաթողիկոսին։ Ոնց եք դուք դա պատկերացնում։ Հետևաբար, ինչպես սրանք են հայտարարում, մենք բոլորս, ընդհուպ նաև դուք, մենք կռապաշտ ենք, սխալաստու ենք պաշտում։ Եվ Փաշինյան Նիկոլը համակարգ է փոխում։ Հիմնաերկեր տալիս, հեսա դրոշ է կախելու, ինչ ուզի անելու է։ Ըստ իրա, էլի, եթե իհարկե մենք թույլ տանք այդ ամեն ինչը։ Այնպես որ, խեղճները գլուխն է հավաքեք, այդ ստորագրությունը հետ կանչելու փոխարեն, ձեր Արցախի թեմի առաջնորդին քաշեք մի հատ անկյուն ու կարմիր քարտ ցույց տվեք։ Կարմիր քարտ, ուղղակի բոլորի սամնից ասեք վեր ընկի տեղդ։ Եթե իհարկե դու չես ուզում հրաժարվես քո ճակերտավոր եմ ասում աստուց եւ կրապաշտությունից եւ ընտրես նոր աստված։ Ամեն մարդ ազատ է, ինչ ուզում է թող հավատա։ Կարող է մարդը ասում է Ոобще սերս փոխելու ժամանակն էլ է։ Ինչի մենակ ասում որ իրանով կարասի չէ։ Այնքան մարդ կա, ասենք, ուշ տարիքում է գլխին գնում, որ ամբողջ կյանքը սխալ է ապրել, հա։ Դիսկոմֆորտ է եղել ներսում։ Ինչպես են բանի կողքի նստածները, այն ամուսինները, քահանա, կաթողիկոսը, եպիսկոպոս։ Ոնց որ ամեն մարդ ազատ է ընտրության մեջ, բայց պետք է ասի։ Կասի, գիտեք ինչ, ժողովուրդ ջան, ցավում եմ, որ դուք մնում եք կռապաշտ, ես կռապաշտությունից հրաժարվում եմ, ես նոր աստված ունեմ արդեն գնում եմ քանդեմ այդ տաճարը։ Դա կլինի գոնե ազնիվ մենք էլ կիմանանք ձեր հետ ոնց վարվենք։ Սա ուղղակի հիշեցնեմ, որ ադրբեջանցիները պրծել են Մարտակերտի 17 դարի երից մանկական վանքը։ Ու սա իրականացնողի հետ գնաս ձեռք մեկնես։ Սենց բան անում է եկեղեցին պրծում է մենակ հրեան ու թուրքը։ Որովհետև թուրքերի համար էլ ենք մենք սխալ աստված պաշտում։ Հրեայի համար էլ ենք մենք սխալ աստված պաշտում։ Հասկանեք։ Բայց եկուսի համար էլ կարևոր է մեր տաճարը քանդել, ոչ թե մենք ում ենք պաշտելու։ Սկզբից մի հատ տաճարը քանդել, որ դառնանք ոչ մի բան, անհիշողություն, մի խոսքով դառնանք որպես ազգ ոչ մեկը։ Սենց է, մաքուր թուղ, դատարկ թուղ։ Հետո մեր վրա ինչ որ պետք է կգրեն։ Մի մասը կդառնա մահմեդական, մի մասը կդառնա, չգիտեմ, հուդայական կամ բուդդիստ, արդեն էական չի։ Կարևորը իրանց կոկորտից այդ բանը դուրս կգա, էլի, որ կմնան իրանք միակ ցեղասպանվածը, ամենահին ազգը, մի խոսքով, մի կանկուրենտ պակաս կլինի։ Իսկ քանի հայը կա, հրեան հանգիստ չի քնում։ Իրան ուղղակի պետք է բռնես ասես, այ ինգեր ջան, ասում եմ, իմ բլուրը քո սարին վնաս չի, քնի հանգիստ, ապրի քո համար, հələ այնքան դու պրոբլեմ ունես աշխարհում քո գլխին ստեղծած, որ ես չեմ քո պրոբլեմը։ Քո արածները քեզ հետիքա, որ մի քանի դար դու դրանք հələ մարսես։ Դու հələ լես քո չպլախ ջանով ընկելես իմ այլին ջանին։ Նա է այստեղ մեր վրա ով եկել է։ Հիշեցնեմ Ասորստանին, հա, Բյուզանդիային, այդ կասություններին հիշեցնեմ։ Բայց էլ գործն է։ Իսկ այս ոչնչությունը փոխանակ սա մեկուսացնեն հասարակությունից հավաքել է իր որակներին հիմա sense համոզում է որ տրթատը մի օրվա մեջ ստեղծեց քրիստոնեությունը մեսօր պաշտոններ կրոնավոր դառնալուց առաջ լսեք այս շության մակարդակը լսեք պետական պաշտոնյա էր կրոնավոր դառնալուց առաջ կրոնավոր է դարձել կրթական համակարգում աշխատելու համար լսի սա կողքը այս անասունի կողքը մի մարդ չկա ասի որ մաշտոցին կաք են տվել իր գիտության համար իրան սրբադասել են հայոց գրերը վերականգնելու համար նա կրոնավոր չի եղել այ ոչնչություն նա քարտուղարն է եղել
Ինչ կնորավոր, ինչ կերթական համակարգ աշխատելու համար, դուք իդիոտ չեք, ասում բա ինչ եք որ իդիոտ չեք։ Բայց լավ, քո այդ ամբողջ հոտի մեջ մեկը չկար արա գլխիդ խփելացնել դեբիլ։ Քարտուղան է եղել, ինչ կրոնական աշխատող։ Իրեն որ սրբի կոչում են տվել, իր գյուտի համար է։ Աստվածաշունչը թարգմանելու համար է սրբադասվել։ Վարդան Մամիկոնյանն էլ է սրբադասվել։ Կարող եմ ասես Վարդան Մամիկոնյանն էլ տեր։ Ինչու ենք մենք քրիստոնյա։ Մենք քրիստոնյա ենք մի պարզ պատճառով, որովհետև տրդատ մեր թալքավորը առավոտյան վերակաց է եւ հրով արտակ աստորագրե, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Հասկացաք։ Նշանակում է այս Տրդատ Փաշինյանն էլ մի հատ հրով արտակ ստորագրի, որ վաղվանից մենք նոր աստծո ենք պաշտպանելու։ Վերջ, մենք էլ քրիստոնյա չենք։ Ու այս հիվանդին նստած լսում են մնացած հիվանդները։ Այսինքն մնացած հիվանդներն են լսում։ Հələ նայում եք այս դևի հայացքին։ Գիտեք հիմա ինչ է մտածում ինքը։ Արա հո դու ապուշ չես, ինչ ես խոսում։ Բայց լավ է որ չեն ասում բարձրաձայն, որ ինքը չիմանա, որ ինքը ապուշ է։ Ինչքան շատ sense էշություններ դուրս տա, այնքան լավ։ Ու նորից կարդացեք Փաշազադեի տեքստերը, որ ԱԱԾ-ն վաղուց պետք է օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը։ Լուլու։ Հիմա ամենաշատ ես լուլուի վրա բարկացած չեմ։ Դե ինքը պրոստիտուտկա իր գործն անում։ Վարսկան մարդ որ դեռ 10 տարի առաջ հպարտությամբ կռանում էր միջև գետնին թուրքերի առաջ, իր խոսքերն դայմը չի, դե ինքը բարձով է։ Բայց այն մարդիկ, որոնք լուլուին տեսնում են, ժպտում են, բարև են տալի, հետը մտերմություն են անում, ես ես բոլորին ասում եմ, մի լուլու դուք եք։ Դուք բոլորդ լուլու եք։ Դուք բոլորդ Փաշազադեի ծառաներ եք, դուք այդքան ձեր մեջ մարդկային պատկեշտություն եւ ազնվություն չկա, որ սա դեմքը տեսնելուց ուղղակի Իխոսկով, անեկեն ինչ որ պետք է անի, նորմալ մարդը, երբ որ ինքը տեսնում է դիմացը թշնամու գործիք, որ եկել է իր տուն ու տեղը քանդի, իր երկիրը քանդի, իր երեխեքին տանի սպանի։ Ուղղակի պրոստիտուտկին ասեք, որ եկեղեցին եթե ուզենար նույնիսկ բոլոր տեղերով բոմբեր գցեր, չէր կարող ոչ մի բանի խանգարել։ Միակ բանը, որ ինքը կարող է խանգարել, դա Արցախի հանձնումն էր։ Այն էլ տվեց ձեզ։ Ձեր հետ համասար լռեց Արցախի Ազմաժանակ, այսինքն ոչ թե ձեր հետ հավասար, դու քանդում եք, բանի ինքը լռում էր։ Հետևաբար, սա Փաշազադեի խոսքերն է, ասում եմ, ամենամեծ վտանգը խաղաղության պայմանագրին ձեր եկեղեցին ու Սփյուռքն է։ Սփյուռքում ովքեր կա նստած, ժողովուրդ ջան։ Դուք պետք է շատ լավ իմանաք, որ եթե սրանց հաջողվեց այն ինչ որ իրանք ուզում են անեն, Սփյուռքի գոյությունը դրանով ավարտվում է։ Ոչ թե դուք կմահանաք, ոչ։ Ձեր երեխեքն հայ չեն մեծանա։ Այլ հայկական կիրակնունի դպրոցներ չի ունի եկեղեցիներին կից։ Այս եկեղեցիների տարածքները կվաճառվեն։ Պատկերացնում եք Սուրբ Վարդանի տարածքը Նյու Յորքում։ Օհ։ Կդառնա, ասենք, չգիտեմ, հարսանյաց սրա, կլուբ։ Գլենդեյլ բան, եւ մենք Մանհետնում ենք երկու եկեղեցի ունենք։ Պատկերացնում եք ինչ փողեր անդեղ ֆարալու։ Մանհետնում որ ամեն մի այսքան տեղը $15000, այսքան։ Մի ոտ էս կողմից, մի ոտ էս կողմից։ Այսքանը։ Այն էլ կենտրոնում Մանհետն։ Այսինքն հեռանկարներ է բացվում։ Դա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է անհանգստացնում։ Մի հարցով եմ ձեզ դիմում որպես քրիստոնյա։ Ես կարող եմ խնդրել իմ եւ մի խումբ հավատացյալների անունից ԱԱԾ-ն մոտենա հոգեվորականին եւ խնդրի որ վարչապետի ներկայության պատարագներին կաթողիկոս Գարեգին II-ի անունը հնչեցնեն։
Factor TV-ն այսօր զանգարել էր ազգային անվտանգության ծառայություն, նպատակն էր պարզել, արդյոք որպես շարքային քաղաքացի հնարավոր է ծառայությանը դիմել նման խնդրանքով եւ հասնել դրա իրագործմանը։ Նիկոլ Փաշինյանը նախորդ հինգշաբթի էր Factor TV-ի հարցին պատասխանելով հաստատել տեղեկությունը, որ քահանաներին նաեւ ԱԾ-ի միջոցով են դիմում, որ պատարագի ընթացքում չհիշատակեն ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի անունը։ Ասացեմ, ասում եմ, ես չեմ ասել։ Քաղաքացիները դիմել են ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն գնա դա պահանջի։ Հիմա ինքը որպես քաղաքացի դիմում է ԱԱԾ-ին, որ հակառակն անեն։ Տեսնենք կարող են թե չէ։ Մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ կտրիչ Ներսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Ինչ դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է Ու սա վարչապետ ասում, մենք համարում ենք, որ կրսի։ Մենք ես համարում եմ, որ դու վարչապետ չես։ Դու պետք է վաղուց ինքնասման լինեիր։ Ու ոչ միայն ես, վստահ եղի 100,000-ավորներ վստահ են, համարում են, որ դու վարչապետ չես։ Դու գնդակահարելու մատերիալ ես։ Գնդակահարվի։ ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել։ Այս պատասխանից հետո որոշեցինք որպես առաքելական եկեղեցու շարքային հետևորդ ներկայացող Փաշինյանի օրինակով խնդրանքով դիմել հատուկ ծառայությանը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն գործում է Հայաստանի վարչապետի ենթակայությամբ։ Նման տեսակի հարցերը խնդրում եմ գրավոր կերպով ներկայացրեք ազգային անվտանգության ծառայություն, ձեզ կպատասխանեն։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, որ դիմեմ աջակցություն կլինի, թե չէ։ Չեմ կարող շարունակություն ասել ինչ կլինի, ինչ չլինի, դուք դիմեք, ըստ այդմ կհասկանաք։ Հեռախոսազանգով ուղղվող հարցերի դեպքում գրեթե մշտապես գրավոր հարցում պահանջող ԱԱԾ-ականների համար մեր հարցադրումը թերևս անակնկալ էր։ Հատուկ ծառայության աշխատակիցը ցանկություն հայտնեց եւս մեկ անգամ լսել, թե ինչ հարցով ենք աջակցություն ակնկալում։ Ինչ եք ուզում, նորից կրկնեք։ Ուզում եմ խնդրեի, որ ԱԱԾ-ականը մոտենա քահանային եւ խնդրի, որ վարչապետի մասնակցությամբ պատարագներին հնչեցնի Գարեգին II կաթողիկոսի անունը։ Ներկայացեք ձեր դիմումը, արդեն մնացածը ձեզ կպատասխանեն։ Բայց հնարավոր է, որ ինձ աջակցեն։ Եթե ԱԱԾ-ն նման գործառույթ ունի, ես չգիտեմ ինչի համար եք զանգել եւ ինչ եք ուզում ասեք։ ԱԱԾ-ն նման գործառույթ ունի եւ նման բաներով չի զբաղվում։ Վերջ։ ԱԱԾ-ն նման գործառույթ չունի։ Այս հա բանա ինքը հեռախոսին պատասխանող մարդ է, որ ինքը բան ունի, ինստրուկցիա ունի ԱԱԾ-ի գործառույթները որոնք են։ Ինքը հաստատում է ԱԱԾ-ն նման գործառույթ չունի։ Բայց դեպքում ո՞նց է դա իրականացվում։ Շնորհակում է քաղաքացիները չեն զանգում, քաղաքացիները չեն դիմում։ Վիժվածքը կանչում է ԱԱԾ այդ մոդքուրին, ասում է սա պիտի անես։ Ոչ թե զանգում են ԱԱԾ, կանչում ասում է ես պիտի անես, այդ գնում անում է։ Հիմա ԱԱԾ-ում աշխատող բոլորին, լսենք ինչ չէ դրա։ Երկրորդ անգամ ծանոթանալուց հետո ԱԱԾ աշխատակիցն արդեն հստակ արձանագրեց։ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների շրջանակում չէ պատարագի տեքստին միջամտելը։ ԱԱԾ-ականի կարծիքը փոխել հնարավոր չեղավ անգամ Փաշինյանի խնդրանքի նախադեպը հիշեցնելուց հետո։ Այդ տեղեկություն ստանալու համար ասեցիք արքի ինչպեսին է։ Պարզապես ես լսել եմ, որ պարոն Փաշինյանը դիմել է։ Կարգը այդպեսին է, դուք դիմեք, մնացածը ձեզ կպատասխանեն։ Ավել բանով ես ձեզ չեմ կարող պատասխանել։ Այն, որ ԱԱԾ-ի կողմից հոգևորականների հետ աշխատանքներ են տարվում խնդրանքի անվան տակ, բացահայտել էր Շիրակի թեմի հոգևորականներից Տեր Ռուբեն Քահանա Գասպարյանը։ Նա Մի խոսքով։ Դա արդեն տես Ռուբենն էլ ասել, չէ՞ որ ԱԱԾ-ականներն են գալիս իր մոտ։ Այս կամպրոմատներով, մի խոսքով։ Հիմա ԱԱԾ աշխատողներն եմ ուզում ասել։ Ես վստահ եմ, որ դուք իմ հաղորդումները նայում եք, սղագրում եք, սրբագրում եք, ում պետքա, որ մասը պետքա հավաքում եք, զեկուցում եք եւ այլն եւ այլն։ Ես չգիտեմ դուք որքանով եք այս ինֆորմացիաներին տիրապետում եւ հասկանում դուք ինչ եք անում, ինչ որ ես արդեն երկրորդ օրնա ներկայացնում եմ։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ դուք պատմական հանցագործություններ եք հիմա մասնակցում։ Պատմական տիեզերական իրենց մասշտաբներով եւ խայտարակության մասշտաբներով։ Դուք հասկանում եք, չէ՞ դուք ինչ եք անում։ Դուք պատրաստ եք ձեր երեխեքին զրկեք ամեն ինչից, որ իրենք ունեն։ Կամ դուք ունեք, ձեր նպատակը դա է։ Կամ ձեր ասենք մերձավորի վրա թքած ունենաք, բայց ձեր երեխեքը, բայց ձեր կանայք, բայց ձեր ծնողները, բայց դուք հիմա ամեն մեկը կարող է մտածի դե ես իմ կետում ոչ մի բան չեմ կարող անել, չէ դուք կարող եք։ Հենց այս հեռախոսով պատասխանողն է, ինքը արեց հենց նոր։ Ինքը հեռախոսով պատասխանող էր, ինքը ոչ մի որոշում կայացնող չէր։ Ուղղակի պարզ ասեց. սա ԱԱԾ գործառույթների մեջ չի մտնում, մենք չենք կարող այդպես բան անել։ Նիետ։ Արեց։
Այսինքն ցանկացած մարդ, ցանկացած աշխատող, ցանկացած վինտիկ, փոքր բոլտ համազգեստավոր իր տեղում, եթե անի օրենքի շրջանակներում այն ինչ որ իրենցից պահանջում է եւ չանի այն ինչ որ չի պահանջում, ձեզանից ավելի ոչ մեկ ոչ մի բան չի ուզում։ Ձեր երեխեքի համար գոնե կարող եք անել։ Եթե թքած ունեք երկրի էլ, ինքնասիրության, արժանապատվության, ամեն սրբության վրա եթե նույնիսկ թքած ունեք, լավ, կա մի բան ավելի կարևոր, փողից բացի ձեր համար, որ ես դան հղում անեմ, ենթադրում եմ, որ պետք է ձեր ընտանիքը լինի։ Ենթադրում եմ, համոզված չեմ։ Սա էլ այն ինչ սպասելու է Հայաստանին, սա Արցախում է։ Դուք մեզ համակերպված, այսինքն համապարփակ, կազմակերպված տանում եք սա է սպասում մեր երկրին։ Ձեր ձեռքով տղեկ, դուք անեծքի բուն եք դառնալու, բոլորը ձեր ընտանիքներով հանդերձ սերունդ է սերունդ։ Բալուս այն ադհավիրքը, որ մտնելու է ձեր տուն, դրան գումարս նաև դառնալու եք անեծքի բուն։ Եվ այսպես 25 թիվն ենք արդեն եւ Հայաստանը ոչ միայն չի դիմել միջազգային դատարան 2022-ին հայ գերիներին գնդակարելու գործով, նա չի դիմել, հետականչել։ Ադրբեջանն է դիմել։ Հետաքրքիր է, չէ, ինչքան էս ընթացքում գերին գավ ադրբեջանցի, ռուսներն եկան, վերցեցին Սիրուն ու տարան Ադրբեջան։ Առանց փոխանակելու։ Ինչքան գերի եղավ այս ընթացքում, սաղին ռուսները տարել հանձնել են բաներին, ոչ մի փոխանակում չի եղել։ Եթե փոխանակում լիներ, ասում մենք գերի չի, մենք այնտեղ մարդ չենք ունենա։ Չէ, ռուսները Սիրուն եկան, վերցեցին, եւ Արցախում, եւ Հայաստանում վերցեցին տան։ Իսկ ադրբեջանցին մեր երեխեքին սարքել, ուսս գնդակարել է։ Այս ռազմական հանցագործությունները բոլորը կա։ Հիմա ռազմական դատախազություն, Հայաստանի դատախազություն, մարդ իրավունքների պաշտպան Հայաստանի, այս անտերանը ոնց է, այսօր Նյու Յորքում վերընկած է, հա, այդ Մայքի ներկայացուցիչը, այս միշնը որ կա 36 փողոցի վրա։ Դուք բոլորդ հանցագործներ եք, այս երեխեքի եւ պատմության առաջ։ Ու ես զարմանում եմ, միթե դուք կարծում եք Նիկոլը հավերժ մնալու է վարչապետի պաշտոնում։ Լուրջ մտածում եք օրը չի գալու պատասխան տալու համար։ Ես ես հիշացնեմ ուղղակի պատմությունից, էլի։ Նույնիսկ եթե մեր երկիրը գրավեն թուրքերը կամ ամենահավանականությամբ թուրքերն պետք է գրավեն ադրբեջանցիների հետ։ Դուք մեկը դառնալու եք պատասխանատու այդ ամեն ինչում։ Այսինքն ձեզ դատելու բանի համար հատուկ բաներ պետք չի մտածել։ Ես գիշեր երազից վեր եմ թռել։ Հայաստանում մի հարց պետք է լուծվեր, ասեցին, այս սերտիֆիկատը տալիս են ադրբեջանցիները, ուտովությունը։ Ես ժամ 6-ից արթնացել եմ, չեմ կարողացել քնել։ Որ արդեն իրանք են Հայաստանում թույլտվություն տալի, ով ինչ պետք է անի։ Իրանք էլ ձեզ դատելու են, ոչ թե այս հանցագործությունների համար, չէ։ Չէ, դուք զրկում եք ձեզ օրենքով պաշտպանված լինելու հնարավորությունից, հասկանում եք։ Հայաստանում հայը կարող պաշտպանված լինի մենակ օրենքի սահմաններում, եթե այդ օրենքներն էլ հաստատվում են հայերի կողմից։ Թուրքը որ եկավ, անկախ նրանից դուք ինչ ծառայություններ եք իրան մատուցել, դուք թիրախ եք, որովհետև իր համար դուք նույն աղբն եք, ոնց որ մենք բոլորս։ Դուք ես գնդակահարվող երեխեքից ոչ մի բանով լավը չեք։ Ավելի վատն եք, դուք դավաճանել եք այս երեխեքին։ Այս հայը կարա դավաճանել է չպատժի, թուրքերը զզվում են ուղղակի դրանից։ Մենք էլ դա։ Գալան տեղեկացնում է, որ այսօր դեկտեմբերի 9-ին առաջի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նախագահ մի խոսքով Կապիրկինին։ Ոչ մի բան չի փոխվել, լավ ջան, նույն բանն։ Այս հրեական ակտիվությունը, այս թուրքական դավաճանությունները, Նիկոլի աշխատանքը, ձեզ թվում է Կապիրկինը հարց ունի Նիկոլի հետ, չէ՞։ Կապիրկինը բոլոր հարցերը քննարկում է Լևոնի հետ։ Բոլոր, որովհետև տարածքի նայողը, զոնը նայողը Լևոն։ Կրյուչկովի կողմից նշանակած 90 թվականին։
Հիշացեք 90-ներ, 89 թիվներ, երբ էր որ իրանց տարան, կարծեմ 89 թիվներ։ Տարան Մոսկվա, մշակեցին, բերեցին Կլյուշկովն էլ իր ծառայողական մեքենան, Կլյուշկովը սովետական միության KGB-ի պետն էր։ Իր ծառայողական մեքենան նվիրեց ոչ թե նորաթուխ բազմավաստակ ագենտ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը պետք է գար աշխատել Հայաստանում Գերագույն խորհրդի նախագահ։ Այն ժամանակ չունեինք մենք նախագահ, պրեզիդենտ չունեինք։ Հետո 91 թվականից հետո խախտելով սահմանադրությունը ստեղծեցին նախագահական ինստիտուտ, սահմանադրությունը խախտելով, հռչակագիրը խախտելով, որտեղ հռչակագրում մենք ունենք բացառապես մենակ պարլամենտ։ Մի խոսքով ինքը դարձավ արդեն նախագահ, միանձնյա ղեկավարող, հա, պարլամենտում այտենց հեշտ չէր լինելու իր համար, միանձնյա ղեկավարել, բայց մի անգամից ստեղծեցին նախագահական ինստիտուտ, որ ինքը միանձնյա որոշեր Արցախը ոնց ենք հանձնում, առանձնացնում։ Այն էլ այն ժամանակ ինքը այդ հնարավորությունը չուներ, կռվող տղեկը արդեն Արցախում էին, ազատագրում էին։ Մաքսիմում ինքը կարող էր խանգարել, սպանել տատեն, ինչ որ անում էր ինքը իհարկե, էլի։ Այս ամբողջ ընթացքում, բայց ինչ եմ ուզում ասեմ, այս բանը բարեկամությունը, ասած գալիս է շատ հնուց, շատ։ Ու առ այսօր բոլոր թելերը քաշվում է նույն տեղից։ Նույն։ Ու այս հрьяաների ակտիվանալն էլ պատահական չի։ Իրանց ծառանը։ Իքնել, կիննել։ Ես մի քանի թիվն եմ ուզում ձեր համար կարդամ։ Հայաստանում ատելության խոսք տարածելու բռնության կառուցելու հրապարակային կոչերի հատկանիշներով 300 քրական վալյուտ է նախաձեռնել։ Ես էլ եմ մեջը։ Եվ քրական հետապնդման են ենթարկվել 56 անձ, ինչը աննախադեպ բարձր ցուցանիշ է Հայաստանի քրական արտադրության համակարգի պատմության մեջ։ Այս տականքին տեսնում եք։ Իրան ասում ամբողջ ԱԱՑ-ն նստած Facebook-ա կարդում, ով ինչ գրեց։ Թոշակառու մեծ կին երեխա իրանց համար իրական նշանակություն չունի։ Ասում KGB-ն իր ԱԱՑ կոչվածը, այս խայտարակ հիմնարկը, որ Հայաստանը հանձնելով է զբաղված, նստած Facebook-ա ֆիլտրում, որ նա ինչ է 300 քրական հոդված, քրական գործ, 300 Նյուզայմի գրավոր հարցմանի պատասխան ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը տրամադրել է 21-ից 25 թվականի ընթացքում հայ-քրական օրենսգրքի 29 եւ 320 եւ 330 հոդվածների հատկանիշներով գրածված հանցագործությունների քանակ։ Դրանցով քրական հետապնդման ենթարկված եւ քրական հետապնդումը դադարեցված անձանց վերաբերյալ վիճակագրությունը հայտարարական շատ է։ Մի խոսքով 300 քրական գործ մենակ 1 տարվա մեջ։ Այս 10 ամսվա մեջ։ Ու սա այդ Չաուշեսկու դեմքն է։ Չաուշեսկու դեմքն է, շատ նման է։ Հույս ունի այս ձևով կառավարել եւ հասցնել իր սկսած գործը իր ավարտին։ Ես իր դեմքից նայելով ասում եմ, ինքն էլ չի հավատում, որ դա հնարավոր է։ Այսքանով ավարտել։ Ուկրաինայում ասում մի բան ասեմ, որ հետ լավ չի Զելենսկու գործերը։ Ցավոք եմ ասում, Զելենսկու չէ, գրող Զելենսկի։ Ուկրաինացի ժողովրդի գործերը լավ չի, ստիպում են այդ Պուտինի բոլոր պահանջների տակ ստորագրի, որովհետև Թրամփ իր փեսուն է ուղարկել Պուտինի մոտ, ինչ որ բան բացատրի։ Պուտինն էլ ինչ արել, 5 ժամ նստացել է, 5 ժամ դրանք խոսացել, երբ որ հոգնած արդեն էլ ոչինչ բան չեն կարող անել, դա էլի ստրատեգիա է, էլի, դա չեկիստ է Պուտինն, էլի, տականքա, դահիճա, ինչա, բայց ինքը իր գործը գիտի ինչ է անում, էլի։ Ինքը իր գործը գիտի, այնքան է խոսացել հոգնել են, հանելա սկսելա գրել են ինչա ուզում։ Սրանք ապուշացել են։ Իրանք հասկացել են, որ 5 ժամ իրանք ավելորդ են խոսացել։ Լրիվ ուրիշ բան է ուզել։ Ի սկզբանե ինչ ուզում է դա, տենց։ Էս է իր պայմանները, ասելա գնացեք մտածեք, սենց պիտի լինի։ Ու վերջ։ Դրանք էլ սատկած, հոգնած, ձեռնունային գնացել են, հիմա սեղմում են Զելենսկու վրա, որ Զելենսկին ընդունի այդ պայմանները։ Չընդունի, ուղղակի կարող է հրապարակեն իր հանցագործությունները, փողերը որտեղ է, ժողովուրդը իրեն գզի, արդեն ամբողջ Ուկրաինայի եռում է, ամբողջ Ուկրաինայի եռում է, ես իրենց այդ բաներին, ես իհարկե վաղուց չէի լսել,
Այս երկու օրը ուղղակի անցնում եմ էլի վրայով, տեսնեմ տրամադրությունը ոնց է։ Վատ է։ Այն որ հպարտանում էին, ուրախանում էին Ադրբեջանի հաջողություններով, բոլորի տրամադրությունը վատ է։ Վատ է, ու սրա հետևանքում ռուսները տարածքներ են գրավում Ուկրաինայի, որտեղ ընդհանուր բարոյական հոգեբանական վիճակն է շատ վատ։ Այս մարդիկ հասկացել են, որ իրանց արյան վրա սրանք միլիարդներ են աշխատել, չէ՞ որ հաղորդումները իրանք էլ են նայում, չէ՞ որ ինֆորմացիաները արագ իրանց էլ է հասնում, այնտեղ ինտերնետ աշխատում է տարբերություն բանի, հա, Ռուսաստանի YouTube կա։ Տեսնենք ինչով կավարտվի սա։ Եթե հիշում եք, ես 2 տարի առաջ, այդ հոկտեմբերի 7-ից սկսած, այս Իսրայելի նկատմամբ ճակերտավոր հարձակումից օրվանից սկսած, ես ասում եմ, որ դա պրակտիկապես հնարավոր չի, ինձ այդ երկրում եղել եմ, ես տեսել եմ դրա զինվածությունը, տեխնիկական հազգեցվածությունը, սա կազմակերպված է։ Եվ այսօր իսրայելական մեդիաները հրապարակում են մի վիդեո, որտեղ ցույց է տալի, որ մի հոգի պատահման մնացել անդե ու դիմադրում է։ Բա ուր է զորքը։ Ոնց եմ նայեք, հենց այդ օրն է։ Երաժշտություն անջատեմ, այսա։ Մի հոգի։ Ես մեկը դες պատահական մնացել էր երևի, կամ իրան չեն ասել։ Բոլորին քաշել են հետ, չեն թողել։ Առավոտվա 5-ից մինչև 10, կարող թե 9 հրաման է եղել, դուրս չգալ ու չդիմադրել ոչ մեկին։ Ես մեկը պատահական մնացել է։ Եվ լրագրողները սլիվ են արել տեսանյութը, որ մի հոգի է կռիվ անում, բա մնացածը տուր էի։ Հա, սա ինչ բան է։ Սա մեծագույն հանցագործություններ են, որը ոչ մենակ սա։ Նայեք, Ամերիկայում հավաքվել են ամերիկյան զիոնիստները, զիոնիստական շարժում կա Ամերիկայում, հավաքվել են ժողով են անում եւ խնդրում են, կոչ են անում Իսրայելի նախագահին, որ Նետանյահուին ներում տա։ Ոչ միայն այս հանցագործության համար կոսկելու, այլև նախորդ հանցագործությունների համար։ Նախորդ հանցագործությունները մասնավորապես դրանց մեջ կա նաեւ Հայաստանի նկատմամբ օգտագործված զենք վաճառելու մեջ, որովհետեւ այդ զենք վաճառող կամպանիան իրավունք չուներ վաճառել Ադրբեջանին զենք, բայց Նետանյահուի միջնորդությամբ դա զենք է վաճառել։ Այդ հոդվածներ կար են։ Սա որպես կոռուպցիա։ Այն դավոն, որ ասում է հрьяաները որոշել են մեզ փրկեն, ապա դուք մեզ մի կոտորեք, հա, մեր կոտորողին, մեր թշնամուն մի զինեք, ձեզ փրկելը թող ձեզ մնա։ Կլինի ոչ դուք մեզ փրկեք, ոչ ռուսները գա մեզ փրկեն։ Թող մենք հանգիստ մենք մեր համար կապենք։ Այսպես Ամերիկայի զիոնիստները ժողով են արել, դա ֆորում կա, բան կա մեծ, հա։ Եվ խնդրում են, որ Նետանյահուի Դավոյի փրկչին մեր համար ներկայացած փրկչին, որ ներում տան։ Միջազգային հանցագործ։ Պատկերացնում եք մեզ Նիկոլին պետք է օգնի միակ մարդը աշխարհում, որ կարող է օգնի, դա միջազգային հանցագործ Նետանյահուն է Թրամփի հետ միասին։ Թրամփն էլ հանցագործ, իրան էլ են շուտով դատելու։ Մենք այդ բոլորը տեսնելու ենք։ Նարկոդիլերին 2 օր առաջ էր, չէ՞, Թրամփը։ Տեսել եք Թրամփն է ներում շնորհել։ Հիմա ուրիշ գործով է բռնում։ Էլի։ Հիմա էլի ներում կտա։ Թրամփը բացառապես նարկոտիկ ծախողների միջազգային հանցագործների ընկերն է։ Պուտին, Նետանյահու, Ալիև ձեռի հետ ցում են իր դաշտերը Նիկոլին։ Լավ, սա եմ ուզում նայենք։ Իշում եք ես ասում եմ, դուք ինչքան ուզում եք քանդեք, ուզում եք գնացեք, մեր արմատներն այնքան խորն է։ Ասածից վրա Կեչարիսի բանի կողքը վաղ միջնադարի բան են հայտնաբերել։ Եկեղեցու հիմքեր։ Նայ։ Սա վերևից է։ Նայեք, նայեք հիմքը նայեք, հələ դուք սիմետրիան զգացեք։ Կեչարիսը հետո է կառուցվել կողքը։ Սա եղել հիմքում։ Եթադրում եմ էլի, որ սա շատ հին ավելի։
Նեք։ Լզարտականդակները։ Այլ վերևից։ Չգիտեմ, ես իմ մասով չեմ թողելու իմ տաճարը քանդեն։ Ստե քահանաները կապ չունեն, կաթողիկոսը կապ չունեն, դա իմ սրբությունն է։ Կարող է ես այդ եկեղեցին չգնամ, բայց դա իմ սրբությունն է, իմ ինքնության մի մասն է։ Ու ես գիտեմ դուք ինչի եք հարձակվել այդ եկեղեցու վրա, որպես ինքնության տաճար եք հարձակվել։ Այդ տաճարը ես քանդել թույլ չեմ տալու։ Ու ես վստահ եմ, որ իմ նման շատերը այդ կարծիքին են։ Իսկ ոնց թույլ չենք տալու, ես այս նկարներն եմ ուզում երեք նայենք։ Սա Վանեցի է, մի հատ երեխան ունի, այս մի երեխան է։ Զենքը ձեռը պահում է այս երեխան, Վանեցին։ Սա մենակ են արդեն Արցախյան առաջի պատերազմ։ Անձանիկը։ Ամարտես պատմություն ունենա վերջում Նիկոլ Արտադրի։ Ես իմ որոշումը կայացել եմ, սիրելի հետևորդներ, վստահ եմ դուք էլ ձերը։ Չեք մոռանում անպայման տարածում ենք, բաժանորդագրվում ենք, միասին ձեր բռնած հաղթահարելու ենք այս ամեն ինչը։ Ես վստահ եմ։ Այսօր մամայլես կն մնացեք։